Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները պոլիտիկայի եթերում, այսօր աշխատանքային օր եւ ինչպես ամեն աշխատանքային օր ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի հրապարակումները։ Մինչ մամուլի հրապարակումներին անցնելը ասեմ, որ Patreon համակարգով կարող եք աջակցել մեր աշխատանքին, կարող եք տեսանյութի ներքևում գտնել լինքը, որով կարող եք բաժանորդագրվել մեզ 3-ից մինչև $10 ամսական վճարով եւ նաեւ էկրանին QR կոդի տեսքով կարող եք գտնել Patreon-ի մեր լինքը։ Ուրեմն հրապարակ օրաթերթը գրում է. Տարեմուտին պարգևավճարի անվան տակ պետական գերատեսչությունների յուրային աշխատողներին բաժանված ընտրակաշառքի թեման ներգերատեսչական գզվռտոցի առիթ է դարձել։ Տարբեր նախարարություններից տեղեկություններ ենք ստանում, որ անհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ԿՊԱ-ականներին պարգևատրելը դարձել է ռազմորկաների թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը, անգամ փորձագետների շրջանում բարձր պարգևավճարներ են ստացել միայն ԿՊԱ-ականները, մյուսները չնչին գումարներ կամ ոչինչ։ Իդեպ անգամ օրենսդիրներն են վրդոված գործադիրում բաժանված պարգևավճարների չափից։ Համարում են, որ դա անհարգանք է, երբ պարլամենտական համակարգ ունեցող երկրում պատգամավորներին 3 միլիոն դրամ են տալիս, իսկ փոխնախարարներին 4,5-5 միլիոն դրամ։ Իդեպ դեռևս 2025 թվականի ապրիլին Փաշինյանը կառավարության նիստում հետևյալ եզրահանգմանն էր եկել, որ կառավարությունն իր գլխավորությամբ վատ է աշխատում ու 7 տարի նույն դասարանում են մնացել, իսկ պարգևավճարները սովորաբար տալիս են լավ աշխատանքի համար։ Պարգևավճարների պահով դեռ հրապարակումներ կունենանք եւ բնական է, որ այս պարգևավճարների շքերթում առաջին տեղում Փաշինյանն է իր ֆանտաստիկ պարգևավճար ճակերտավոր աշխատավարձ չափով։ Փաստ օրաթերթը գրում է. օրերս հերթական ԿՊԱ-ական կարկառունը մեր ձևով շարժումից ջղաձգումների մեջ ընկած որոշել է հաշվել Կարապետյանների մեկ օրվա ծախսն ու ինչ-որ թվեր է հրապարակ նետել։ Դժվար է ասել, թե ինչպես են հաշվել, ինչ մեթոդաբանությամբ, բայց դա նույնիսկ կարևոր չէ։ Կարևորագույնը պրիմիտիվագույն մանիպուլյացիայի մեթոդն է, թե Կարապետյանների Գերդաստանի օրվա սովորական ծախսը քանի անգամ է ավել Հերվաշենցի Վարսիկ տատի 1 տարվա ծախսից։ Հա, մեկ էլ որ եթե Կարապետյանները մի օր չնախաճաշեն, այդ երևակայական Վարսիկ տատը անհամեմատ ավելի լավ կապրի։ Սա ասվում է Կարապետյանների մասին, որ իրենց ունեցվածքը բիզնես գործունեությամբ են վաստակել, ըստ որում մշտապես իրենց միջոցներով առավելապես դրսում աշխատած իրականացրել են խոշոր բարեգործական ծրագրեր։ Միայն Արցախում, որը ՔՊ-ն ու Փաշինյանը հանձնեցին թշնամուն, Կարապետյանները ահռելի բարեգործական ծրագրեր էին իրականացրել, էլ չենք խոսում Հայաստանի մասին ու Հերվաշենցի Վարսիկ տատիներին երբեք չէին մոռանում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները, ստեղծելով մեկ միասնական կառույց։ Ըստ նույն աղբյուրների, միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։ Նախաձեռնությունը օրաթերթի տվյալներով համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել, աշխատակիցները այն դիտարկում են ոչ թե կառավարման բարեփոխում, այլ իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։ Քննադատները նշում են, որ Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն, քանի որ նրա պաշտոնավարման օրոք տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք հիմա տարբեր դրվագներով քննվում են իրավապահ մարմիններում, թերևս ամենախոշորը Քովիդի գործն է, որի մի մասը դատարան է ուղարկվել, մի մասով դեռ նախաքննություն է ընթանում։ Կարճ ասած, նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց, վիճահարույց, էլ ուր մնաց նոր սպասվող այդ մեգանախարարությունում իր գործունեությանը։ Ուրեմն հետքը գրել է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մոտ 11 միլիոն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել 2025 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար։ Դրանից բացի մոտ 1 միլիոն 970 հազար դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել։ Վարչապետի աշխատակազմի աշխատողները թիվն ամեն տարի փոխվում է միջինում 491 մարդ։ Վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-25 թվականներին ստացել են ընդհանուր 2 միլիարդ 835 միլիոն 550 հազար դրամ պարգևատրում եւ պարգևավճար։ Հետքը գրավոր հարցմամբ կառավարությունից տեղեկություն է ստացել վարչապետի աշխատակազմի վարչապետի
եւ փոխվարչապետերի 2021-25 թվականներին ստացած պարգևավճարների մասին։ Ուրեմն սա աբսուրդային մոտեցում է իշխանությունների կողմից եւ երեք այսպես ամենածաղրական վերաբերմունքը ցուցաբերեց Սրբույր Գալյանը նախարար, նա ստացել էր 7 միլիոն դրամ պարգևավճար, ընդ որում հայտարարեց, որ բավական բարդ, ծանր աշխատանք են անում եւ արժանի են այդ պարգևավճարին, ավելին դժգոհեց, որ երբ գլխավոր դատախազի տեղակալ էր ավելի շատ էր ստանում, քան որպես արդարադատության նախարար, եւ հետո երբ լրագրողները հարցրեցին, թե տիկին նախարար, ինչպես եք դուք շատ հանգիստ ստանում մի քանի միլիոն պարգևավճար եւ համարում եք, որ արժանի եք դրան, երբ կան թոշակառուներ, 100 հազարավոր մարդիկ, որոնք օրվա հացի խնդիր ունեն, Սրբույր Գալյանը իր 7 միլիոն պարգևավճարի կողքին դրեց, որ թոշակառուները ստանում են 5000 դրամ։ Այսինքն Փաշինյանի 13-14 միլիոն պարգևավճարը, Սրբույր Գալյանի 7 միլիոն դրամ պարգևավճարը, նախարարը համեմատեց թոշակառուների հավելյալ 5000 դրամ ամսական ստանալու հնարավորության հետ, ընդ որում դա ոչ բոլոր թոշակառուներն են ստանում, որովհետև համակարգը այնպես է գծված այդ հետ վերադարձի, որ եթե իրենց թոշակից վճարում են կոմունալ վճարներ, այդտեղից հետ վերադարձ չեն կարող ստանալ, այսինքն առավելագույնը, կարծեմ վերջերս թիվը փոխեցին, սարքեցին 10000, բայց առավելագույնը կարող են 10000 դրամ հետ ստանալ, եթե իրենց ամբողջ թոշակը օգտագործեն այսպես ոչ արձեռն, հա, քարտային համակարգով։ Սա այն դեպքում, երբ որ թոշակառուները այնպիսի ծանր վիճակում են, որ հաճախ պարտքով են ամսվա ավարտին ապրանքներ գնում, մոտակա խանութից կամ իրենց ծանոթներից պարտք են վերցնում եւ թոշակը հնարավորություն է տալիս վերադարձնել այդ պարտքը, այսինքն պարտք վերադարձնելն էլ չի կարող օնլայն լինել, քարտային համակարգով լինել։ Մեծ մասով 2-3 հազար դրամ է, այսինքն նախարարը ասում է մենք ստանում ենք 7 միլիոն դրամ, թող թոշակառուները գոհ լինեն, որ 3000 դրամ ամսական ստանալու հնարավորություն են։ Ու սա ասում է բավական լկտի, այսպես ցինիզմով լի, այսպես արտահայտությամբ, արհամարանքով։ Սա պիտի ուղերձ լինի մեր քաղաքացիներին, ովքեր հավատում են, որ սրանք ժողովրդական իշխանություն են, սա արդեն պետության հաշվին դարձել են օլիգարխիկ իշխանություն։ Գիտեք, սովորաբար բոլոր իշխանավորներն էլ աշխարհում լավ են ապրում, ու համենայն դեպս վատ չեն ապրում։ Բայց ինչն է տարբերությունը մեր իշխանավորների, ընդ որում նաև սրանցից առաջ եղած իշխանավորների, երևի թե այս տարիներին կարելի առանձնացնել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, երբ դրսից բավական փող է բերվել, այսինքն իշխանավորը ով է, ընտանիքի գլուխն է, կամ այսպես ասած որսորդն է, եթե նախնադարյան տեսանկյունից նայենք։ Որսորդ, որը գնում է դրսում, անտառում, որս է անում եւ ընտանիք բերում է միջոցներ։ Որս է բերում ընտանիք։ Եվ բնական է, որսորդ, որը գնացել կյանքը վտանգի է ենթարկել, դժվարությունները հաղթարել, անտառից որս է արել ու բերել է ընտանիք, երևի թե բնական է, որ ամենալավ կտորը աշխատում են իրեն տալ կամ իրեն ավելի լավ նայել, որ հաջորդ որսը ավելի լավ լինի։ Այս մեր իշխանավորները, գիտեք ինչ որսորդի են նման են որսորդի, որը մտնում է սեփական գոմ, սպանում է իր ընտանի կենդանիներին եւ միսը վաճառում ու իրենով անում։ Այսինքն իրենք ինչ են անում, այս որսորդները, ճակերտավոր, մտնում են պետական բյուջե, ոչ թե գնում են ներդրումներ են բերում դրսից, ոչ թե գնում են ծրագրեր են այնպես իրականացնում, որ եկամուտները ավելանան պետության, գնում են առավելագույնը պարտք են վերցնում, այդ պետության վզին թողնելով, հասարակության վզին թողնելով, մտնում են սեփական բյուջե եւ դա իրենց լավ ապրելու միջոց են սարքում։ Այս սրանք են որսորդներն են, որոնք որս են անում սեփական գոմում, այսինքն մտնում են ընտանի կատնատու անասուններին ոչնչացնում են, ասում են տեսեք մենք լավ որս արեցինք ու դրա համար մենք պետք է պարգևատրվենք տարվա ավարտին։ Չհաշված որ այս ինչպես Փաշինյանն էր տարվա սկզբին ասել, 7 տարի նույն դասարանում մնացած կառավարությունը արժանի չէր որևէ պարգևավճարի, ել չասած այս միլիոնավոր դրամների մասին։ Հրապարակ թերթը գրում է. ըստ քաղաքական շրջանակների Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների տարածած հայտարարությունը
Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման իրականացման շրջանակի վերաբերյալ իրականում ձևական փաստաթուղթ է, որը հերթական արտաքին աջակցություն է Հայաստանի իշխանություններին ընտրություններից առաջ։ Այն իրավական պարտավորություն չի առաջացնում կողմերից որևէ մեկի համար եւ դրանով ամեն բան ասված է։ Հայտարարությունն հենց նախաբանում նշված է այդ մասին։ Այս շրջանակը չի առաջացնում եւ միտված չի առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Ընդունենք, որ ճիշտ են իշխանականները։ Այս տեքստը մեր ինքնիշխանության տարածքային ամբողջականությունը չի վնասում, սակայն կա արդյոք երաշխիք, որ գետնի վրա իրագործելու ժամանակ էլ կողմերը հավատարիմ են մնալու այս տեքստին, որը, ինչպես նշեցինք, իրավական պարտավորություն չի առաջացնում։ Մենք երեք այս թեմայի մասին խոսել ենք եւ ակնհայտ բան է, որ այո, փաստաթուղթը առաջին հայացքից կամ ավելի շուտ այն իրավիճակը, որ ստեղծել էր Նիկոլ Փաշինյանը միջև այդ իրավիճակի ֆոնին, այս փաստաթուղթը այդպես աղետաբեր չի թվում։ Գրած է Հայաստանի ինքնիշխանության մասին, տարբեր կետեր են գրված, որտեղ հաճախ հիշատակված է Հայաստանի ինքնիշխանությունը։ Մի կողմ թողնենք այն, որ Միացյալ Նահանգները եւ հավաքական արևմուտքը Հայաստանում ունի այնպիսի գործակալական ցանց, որ կարող են ընդհանրապես այնտեղ չգրել, որ ասենք front office-ը Միացյալ Նահանգների կամ ոչ Հայաստանի ներկայացուցիչներ են լինելու, միևնույնն է մենք կհասկանանք, որ դա Միացյալ Նահանգների ազդեցության տակ է, որովհետեւ գործակալական ցանցը վխտում է այստեղ։ Դա մի կողմ ենք թողնում, հա։ Փաստաթուղթը մտադրությունների փաստաթուղթ է եւ որ ամենակարևորն է, աշխարհում այն կարգը, որը եղել է մինչև այս պահը, գլխիվար շուռ է եկել։ Նույն Միացյալ Նահանգները ուրեմն տարածքային նկրտումներ ունի նույն ռազմաքաղաքական միավորի ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Դանիայի թագավորության նկատմամբ։ Երեք Միացյալ Նահանգների նախագահը կրկին հայտարարեց, որ Գրենլանդիան, որը Դանիայի տարածքային ամբողջականության մաս է, եւ Դանիան եւ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, հայտարարում որ Գրենլանդիան մեզ պետք է ու մենք դա վերցնելու ենք, իսկ Դանիայի զինվորականներին խորհուրդ տվեց հեռանալ Գրենլանդիայից։ Դա գիտեք ինչ իրավիճակ է, որ ես ուղղակի նման իրավիճակ չեմ պատկերացնում, բայց եթե անգամ պատկերացնենք, դուք վստահ եմ ձեր աչքի առաջ տեսանելի է, թե իրենց մարմնի որ մասերն էին պատռելու արևմուտքի գործակալական ցանցի ներկայացուցիչները, պատկերացրեք, ասենք Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել, որ Սյունիքը կամ Տավուշը մեզ պետք են եւ Հայաստանի զինվորականներին կոչ են անում հեռանալ այդ մարզից։ Նույն իրավիճակն է։ Մենք էլ ՀԱՊԿ անդամ ենք, իրենք էլ են ՀԱՊԿ անդամ, այդ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են։ Հիմա նման աշխարհակարգում հայտարարել, որ եղել է փաստաթուղթ եւ խաղաղությունը հաստատված է, այլևս բոլոր հարցերը լուծված են, դա հասարակության կողմից միամտություն է, իշխանությունների կողմից սրիկայություն է, ստախոսություն է, որովհետեւ նման կարգեր ունեցող աշխարհում որևէ փաստաթուղթ նշանակություն չունի, եթե դու ուժ չունես այդ փաստաթղթի քեզ վերաբերվող կետերը պահելու, քո շահերը սպասարկող կետերը պահելու։ Եվ երեք սրա մասին ենք խոսում, որ Ալիևը շատ բաց ասում է, որ աշխարհում կա ուժի գործոն, եւ Թրամփն է դրա մասին ասում։ Ալիևը քարը գլուխը, Ալիևը որևէ բան չի որոշում աշխարհում, թե աշխարհը որ ուղղությամբ պիտի գնա, բայց Թրամփը որոշում է։ Թրամփն ասում է միջազգային իրավունք գոյություն չունի։ Միջազգային իրավունքով Գրենլանդիան Դանիայի տարածքային ամբողջականության մաս է, բայց դա մեր ազգային անվտանգությանը պետք է, ու մենք պետք է վերցնենք։ Միջազգային իրավունքով որևէ երկիր իրավունք չունի մեկ այլ երկրի նախագահի առևանգել, Միացյալ Նահանգները առևանգեց Վենեսուելայի նախագահին, ասաց սկզբում իբրև թմրաշրջանառության մասին էր խոսակցությունը գնում, չնայած բոլոր տվյալները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներ գնացող թմրադեղերի 90% եւ ավելին գնում են Կոլումբիայի միջոցով, ոչ Վենեսուելայի, բայց առևանգեցին Վենեսուելայի նախագահին, հետո Թրամփը հայտարարեց առևանգումից հետո, որ Վենեսուելայից օրական $5 միլիարդ նավթ ենք մենք բերում Միացյալ Նահանգներ, եւ նավթի գները կիջնեն, Միացյալ Նահանգների տնտեսությունը կզարգանա, կառողջանա, Դեթրոյթում էր ավտոցուցադրության ժամանակ արտադրողներն ասում են մենք օրական $5 միլիարդ ու անվճար արդեն նավթ ենք բերում Վենեսուելայից, որը կօգնի մեր տնտեսությանը։ Այս ամեն ինչի պարագայում համարել, որ մտադրությունների մասին փաստաթուղթը կամ անգամ ստորագրված փաստաթուղթը քո համար երաշխիք է, երբ որ դու տեղով որպես իշխանություն ոչ մի բան ես բանակնել, հասցնում ես ոչ մի բանի կամ հասցրել ես արդեն, դա իհարկե սրիկայություն է։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. հունվարի 13-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց. հորդորել եմ եւ կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ։ Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի, սա ձեր պրոբլեմն է։ Զանգվածային լրատվության հարգելի մասնակիցներ եւ լրատվամիջոցներ, խնդրում եմ այս գործում մեզ օգնեք։ Հենց ազգային անվտանգության տեսանկյունից Պապիկյանի այս հայտարարության ֆոնին ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավը վարչության 20 հոգանոց կազմը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչության 20 անդամներից 5-ը կանայք են, իսկ 15 տղամարդկանցից 8-ը չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։ Բանակում չծառայածների թվում են Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Պապոյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը եւ Արմեն Խաչատրյանը։ Եթե անկեղծ երեք ես լսեցի քննադատություն Սուրեն Պապիկյանի այս հայտարարության մասով, որ ինքը ազատել է ՊՆ-ում այն աշխատակիցներին, որոնց զավակները օտարերկրյա քաղաքացիություն ունեն, սա ոմանք համարեցին խտրականություն, ես անկեղծ կողմ եմ դրան, որովհետեւ եթե դու բանակում բարձր պաշտոն ես զբաղեցնում, բայց քո տղան օտարերկրյա քաղաքացիություն ունի, որ այդ նույն բանակի շարքերը չհամալրի, ապա դու իրավունք չունես այդ բանակի կառավարման գործին մասնակցելու։ Այստեղ խտրականություն է, խտրականություն չէ, լավ են արել եւ այստեղ միանշանակ քայլը պետքա ողջունել։ Բայց այդ քայլը առ-ոչինչ է, երբ որ նայում ես ԿՊԱ-ականներին։ Սա դեռ վարչության կազմի մեծամասնություններ, որ բանակ չեր ծառայել, մեծ մասը բանակում չեն ծառայել։ Ավելին ասեմ, կա խորը կասկած, որ բանակում չծառայած ԿՊԱ-ականների մեծ մասը պիտի ծառայեր բանակում, բայց ապօրինի է ազատվել զինվորական ծառայությունից կաշառքով կամ ծանոթով։ Հիմա եթե օրինակ Սուրեն Պապիկյանը այդ հայտարարությունից հետո տարես անունները եւ ասեր, օրինակ այս մարդը ինչու չի Հայկ Կոնջորյան, ինչու չես ծառայել, Գևորգ Պապոյան, ինչու չես ծառայել, այս գործընթացը առաջ բերել, կարելի էր համարել, որ այո, Սուրեն Պապիկյանը անկեղծ է եւ իրականում ուզում է բանակի առողջացում, բայց մենք նման միամտություն չունենք եւ հասկանում ենք, որ այո, քայլը լավն է եւ ցանկացած պետություն այդպես պիտի վարվի, բայց երբ որ դու ունես ԿՊԱ-ական վերնախավորի մեծ մասը բանակում չի ծառայել եւ ըստ երևույթին բանակից ազատվել է կաշառքով, ապօրինություններով, ապա այդ քայլը դառնում է անիմաստ, որովհետեւ մարդիկ տեսնելու են, որ դուք չեք ծառայել բանակում, ազատվել եք բանակից նախկինների օրոք, իդեպ հետաքրքիր է, որ բոլորը ազատվել են նախկինների օրոք, չգիտես ոնց է ստացվել, որ նախկինների օրոք իրենք կարողացել են այդ հարցերը լուծել։ Մինչև անցնեմ պոլիտիկայի հրապարակմանը, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, ուրեմն երեք Հայաստան վերադարձան գերիներ, Ադրբեջանում պահվող 5 տարուց ավել, գերիներ, մեծ մասի 5 տարուց ավել ներողություն, գերիներ, որոնք քաղաքացիական անձինք են եւ գերեվարվել էին Ադրբեջանի կողմից, ընդ որում դա ապօրինություն է Ադրբեջանի կողմից, քաղաքացիական անձինք, որոնք պատերազմի չէին մասնակցել, ապօրինի մեղադրանքներով տարվել էին Բաքու եւ դատավարական գործընթաց էր գնում Շինծու, երեք նրանք վերադարձվեցին, բայց իշխանությունները սա մի կողմից ներկայացնում էին հաղթանակ, մի կողմից չեն էլ ասում, իսկ կողմից չեն էլ ասում, որ այս գերիների վերադարձի դիմաց վերադարձվել են Սիրիային Թուրքիայի միջոցով երկու սիրիացի ահաբեկիչները, որոնք մասնակցել են պատերազմին, ապօրինություններ են գործել քաղաքացիական անձանց նկատմամբ այդ թվում եւ բոլոր անգամ ռազմական ժամանակների օրենքներով իրենք հանցագործ էին համարվում։ Ոչ քաղաքացիական անձ էին, ոչ Ադրբեջանի քաղաքացի էին եւ այսպես շարունակ։ Իհարկե, լավ է, որ մարդիկ վերադարձել են իրենց ընտանիքներ։ Ես կարծում եմ, այստեղ նաեւ
խնդիր չի, որ այդ սիրիացիները վերադարձվեն, ասենք մենք պահելու ենք ինչ անենք, եթե լավ կլիներ, որ այնպես բանակցեին, որ այդ սիրիացիների վերադարձի դիմաց մենք բոլորին ստանայինք, ամեն դեպքում քաղաքացիների վերադարձը լավ է, բայց այն ինչ որ արեց իշխանությունը ուղղակի սրիկայություն է եւ դրա մասին է մեր հոդվածը։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ազդարարեց Բաքվում պահվող 4 քաղաքացիական անձանց վերադարձի մասին։ Մարդկային մակարդակում սա ուրախալի է։ Մարդիկ վերադառնում են տուն, իրենց ընտանիքներ։ Բայց հենց այս կետից սկսած իշխանության վարքագիծը դառնում է քաղաքականապես անպարկեշտ։ Գերիների վերադարձը ներկայացնել որպես իշխանության հաջողություն, այն դեպքում, երբ այդ նույն իշխանության օրոք է տեղի ունեցել ազգային ամենախորը պարտություններից մեկը, քաղաքական ցինիզմի դասակարգային օրինակ է։ Խոսքը մարդկանց ազատության մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե ինչպես է իշխանությունը սեփական ձախողումների հետևանքները փորձում ներկայացնել որպես ձեռքբերում։ Այս մարդիկ գերեվարվել են 44-օրյա պատերազմից հետո, պատերազմ, որն ավարտվեց աղետով, հազարավոր զոհերով, ամբողջ Արցախի կորստով, պետության անվտանգության խարխլմամբ։ Այդ պարտությունը եղավ կոնկրետ քաղաքական որոշումների, անպատասխանատու հաշվարկների եւ պետական կառավարման ձախողման արդյունքում։ Եվ հիմա նույն իշխանությունը, որը երկիրը հասցրել է այդ կետին, փորձում է հանրությանը համոզել, թե իր իսկ քաղաքականության հետևանքով առաջացած ողբերգական իրավիճակից դուրս բերած մեկ դրվագը կարելի է անվանել հաղթանակ։ Սա նման է նրան, որ մարդը մտնի խաղատուն, տանուլ տա տունը, հողը, ընտանիքի ապագան, իսկ հետո հպարտությամբ հայտարարի, որ իրեն թույլ են տվել կիսամերկ դուրս գալ, այսինքն տրուսիկ են տվել այդ մարդուն։ Խնդիրը ոչ թե վերադարձող քաղաքացիներն են, այլ այն քաղաքական բարոյազրկումը, որով հասարակության ցավը վերածվում է PR-ի։ Պետական ղեկավարի պարտականությունը հաղթանակներ հորինելը չէ։ Նրա պարտականությունն է պատասխանատվություն կրել իր քայլերի հետևանքների համար, բայց երբ պարտությունը չի ընկալվում որպես պարտություն, երբ աղետը ներկայացվում է որպես բարդ, բայց արդյունավետ գործընթաց, այդ իշխանությունը վերածվում է ոչ թե լուծում առաջարկողի, այլ խնդիր ստեղծողի։ Այս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է տարածք, անվտանգություն, վստահություն եւ արժանապատվություն։ Եվ այդ ֆոնին գերիների վերադարձը ներկայացնել որպես քաղաքական հաջողություն ոչ միայն անհամաչափ է, այլ նաեւ վիրավորական հասարակության համար։ Հաղթանակը չի կարող կառուցվել պարտության փլատակների վրա։ Իսկ եթե պետության ղեկավարը այդ տարբերությունը չի տեսնում կամ ձևացնում է, թե չի տեսնում, ապա մեզ նոր ու առավել դժվար իրավիճակներ են սպասվում։ Սա արձագանք էր երեկվա այդ քարոզչությանը, որ տեսեք, գերիները վերադարձվեցին, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականություն, բայց միջև այդ ասեք, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում են այդ մարդիկ գերեվարվել։ Եվ հիմա էլ կարող են, ասենք, տասնյակ գերիներ հանձնել Ադրբեջանին կամ թույլ տալ, որ Ադրբեջանը քաղաքացիական անձանց գերեվարի, հետո բանակցեն, որպես լուրջ բանակցողներ հետ բերեն այդ մարդկանց։ Բայց դուք եք այդ մարդկանց գերի հանձնել։ Ձեր քաղաքականության արդյունքում է դա եղել։ Ընդհանրապես դուք այս գերիների ֆոնին պետք է հեռացած լինեք, ուրիշ իշխանություն որ գար, բանակցեր հետ բերեր, կարելի էր ասել, որ այո, այս մարդը կարողացավ բանակցել եւ Նիկոլի իշխանության վարած քաղաքականության արդյունքում գերեվարված մարդիկ վերադարձան։ Թե չէ մեկ այլ օրինակ բերենք, սա նման է իրավիճակի, որ մեկը իր տունը հրդեհի, հետո հրշեջների հետ օգնի, որ շամբունը հանգցնեն, տես ինչ հզոր տղա էր, հա, հրշեջների հետ ինչ պայքար մղեց կրակի դեմ։ Կրակը ինքն էր վառել։ Այս առումով հետաքրքիր արձագանք ունի նաև Հայրենիք կուսակցության Գերագույն մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը, որը եւս կընթերցեմ։ Ուրեմն ինչ է գրում Բաբկեն Հարությունյանը։ Խփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել։ Դեռ մի հատ էլ գլուխ գովես, թե փրկել ես։ Ողբալի է, չէ՞, բայց սա է մեր իրականությունը։ Հերթով անդրադառնամ այսօրվա կարևոր երկու իրադարձություններին։ Թրամփի ուղիղ ստորագրման իրադարձությունը ԿՊ-ն ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում, հպարտանում, որ միջանցք չտվեցին, այլ ճանապարհ տվեցին, իսկ ով էր ստորագրել մի համաձայնագիր, որով Ադրբեջանը միջանցք էր պահանջում Հայաստանից։ Այո, Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում ստորագրել էր Արցախյան պատերազմի ֆոնին,
խոցելի դարձնելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն Նիկոլը գերխնդիրը ստեղծել է, հիմա մի կերպ փորձում է դրա տակից դուրս գալ, բայց այնպես է ներկայացնում ժողովրդին, կարծես իր սիրած նախկիններից մնացած խնդիր է լուծել։ Մի դեպքում Նիկոլը կարող էր մի քիչ գլուխ գովել, այն էլ մի քիչ, եթե ոչ մի թրիփել չլիներ, ներողություն, տարանցման ոչ մի պարզեցված կարգել չլիներ Ադրբեջանի համար, այլ բացեր բոլոր ճանապարհները եւ դրանց կառավարումն ու շահույթը ամբողջությամբ լիներ Հայաստանինը։ Հաջորդ անչափ կարևոր իրադարձությունը դա 4 հայ գերիների վերադարձն էր։ Թեկուզ փոխարենը Ադրբեջանի համար կրված 2 վարձկան մարդասպանների Հայաստանը Թուրքիայի միջոցով հանձնեց Սիրիային։ Այո, մեր պետական ազգային ամոթը 4 հոգու չափ պակասեց, որի համար պետք է ուրախ լինի ցանկացածը, բայց չմոռանանք, որ գերիներն էլ հայտնվել էին եւ դեռ ուրիշներն էլ շարունակում են գերի մնալ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի ձախողումների, խաբելու եւ չկատարած խոստումների պատճառով։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։